Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-րդ խոսքից է, անառակ որդու պատմությունը, որը խոսում է Տեր Հիսուսը։ Ամբողջը չեմ ընթերցանի, միայն կփորձեմ համառոտ փոխանցել այս պատմությունը։ Կար մի մարդ, որ երկու որդի ուներ, եւ փոքր որդին պահանջում է հորից իր բաժին ժառանգությունը։ Եվ հայրը տալիս է այդ ժառանգությունը եւ որդին վերցնելով գնում է օտար երկիր։ Եվ այնտեղ անառակ կյանք վարելով եւ մեղավոր կյանք վարելով բոլոր ունեցվածքը կորցնում է, վատնում է։ Եվ այդ երկրում սով է լինում։ Եվ տղան ստիպված է լինում աշխատելու։ Բայց գտնում է մենակ մեկ աշխատանք, այն էլ խոզերը պահելու աշխատանք։ Եվ փորձում է խոզերի լափը գողանալով իր ստամոքսը կշտացնել։ Բայց այդ էլ տերերը չեն թողնում, որ այդ լափով ինքը կշտանա։ Եվ այդ անարգանքի մեջ, այդ ընկած վիճակի մեջ, որ երևի այդ տղայի ամենավերջի կետն էր եւ դրանից ցած էլ տեղ չուներ իջնելու, ամենակարևոր բանն է կատարվում այդ տղայի հետ, որի մասին որ ուզում եմ խոսեմ։ 17-րդ խոսքում ասում է, եւ երբ որ խելքը եկավ, եւ ուրիշ թարգմանությունում ասում է, ինքը իրեն եկավ, այսինքն սթափվեց, այսինքն կանգ առավ եւ չհամաձայնվեց այն իրավիճակի հետ, որի մեջ ինքը գտնվում էր։ Սա ապաշխարության կետն է, երբ որ մենք ասում ենք, այլ բավարար է, այլ համաձայն չեմ ես այս մեղսավոր ընթացքի հետ։ Բոլոր ապաշխարած մարդիկ գիտեն այդ կետը իրանց կյանքի մեջ։ Այդ կետն է, որ դու քո մեղքերդ բերում ես Տիրոջ առջև, որ դու սպառված ես, ամենացածր անդունդի մեջ ես եւ էլ տեղ չկա դրանից վարիչնելու, ինչպես որ անառակ որդին։ Քանի որ այս առակը ինքը այլաբանություն է եւ այդ հայրը ինքը մեր արարիչ հայր Աստվածն է եւ այդ որդին անառակ դա ես եւ դու ենք, սիրելիներ։ Քանի որ մեր Տերը տվել է մեզ ժառանգություն, մեր Տերը տվել է մեզ արարել է իր պատկերով ու նմանությունով, մենք արդեն իր ժառանգորդներն ենք։ Եվ մեր Տերը տվել է մեզ ժամանակ, որը պարգև է, տվել է մեզ առողջություն, որը մեծ պարգև է առողջությունը, բայց ինչ ենք անում մենք վատնում ենք այդ առողջությունը, ոգելից խմիչքով, թմրանյութերով, անառակ կյանք վարելով եւ ուրիշ շատ բաներով, որ Տերն ասում է, մի ապականիր քո մարմինը, որովհետև քո մարմինը Սուրբ Հոգու տաճար է, բայց մենք վատնում ենք Տիրոջ տված այդ տաղանդները, Տիրոջ տված այդ գանձերը, մենք վատնում ենք ինչպես անառակ որդին։ Բայց ամենակարևորագույնը բոլորիս կյանքի մեջ, որի մասին այսօր ուզում եմ խոսեմ, այս կանգ առնելու այս կետն է, սիրելիներ, որ սա կարևոր է, մինչև որ մարդը այս կետին չհասնի, ինքը երբեք չի ապաշխարի։ Սա ապաշխարության սկիզբն է, երբ որ դու համաձայն չես այն բոլոր մեղքերին եւ այն մեղսալից ընթացքին, որի մեջ որ դու ապրում ես։ Եվ ասում ես, բավարար է, ես չեմ ուզում ապրեմ սրա մեջ, որտեվ ես հայր ունեմ, եւ տղան ասում է, ես հայր ունեմ, որը վարձկաններ ունի, եւ այդ վարձկանները, այդ ծառաները իմ հորս ապահով են, կերակուր ունեն, հաց ունեն, հագուստ ունեն, տաք անկողին ունեն, ես դրանցից ոչ մեկը չունեմ։ Վերադառնամ իմ հորս մոտ եւ կասեմ, հայր, ես արժանի չեմ քո զավակը լինելու, ինձ որպես ծառա ընդունի, միայն թե քո հովանու տակ լինեմ, միայն թե քո պաշտպանության տակ լինեմ, միայն թե քո մոտ լինեմ։ Եվ Տեր Հիսուս այս առակի միջոցով մեր հայր Աստծո գերազանց սիրո մասին է խոսում, որ մեր Տերը դատապարտող Աստված չի, մեր Տերը սիրող հայր է։ Տեր Հիսուսն ասեց, ես չեկա դատելու աշխարհը, ես եկա փրկելու աշխարհը, բայց Տեր Հիսուս պիտի վերադառնա երկրորդ անգամ եւ պիտի դատի աշխարհը, բայց այսօր ես եւ դու հնարավորություն եւ ժամանակ ունենք վերադառնալու մեր հոր գիրկը։ Եվ տղան երբ որ հասավ, հայրը տեսնելով ամենալավագույն պատմուճանը հագցրեց, հագուստը, եւ մատանին դրեց իր տղայի մատին,
որը իշխանության խորհուրդ է, եւ ասեց կոշիկներ հագցրեք, որտեվ գրեթե մերկ էր այդ տղան, որ վերադարձավ։ Ես եւ դու մերկ, ծեծված եւ անարգված եւ մեղքերի մեջ վերադառնում ենք մեր հոր գիրկը։ Սա է մեր պատկերը առանց Հիսուս Քրիստոսի, սիրելիներ։ Եվ պարարտ հորթը մորթեցին, եւ հայրը ուրախացավ, որ իր որդին կորած էր եւ գտնվեցավ, մեռած էր եւ կենդանացավ։ Ինչպես որ երկնքում ցնծում են տիրոջ հրեշտակները ամեն մի ապաշխարող մարդու համար, որ մի զավակել իր հոր գիրկը վերադարձավ, կանգ առավ, խելքը գլուխը հավաքեց, հասկացավ եւ եկավ իր հոր գիրկը։ Այսօրվա իմ խնդրանքն է, իմ կոչն է, իմ հորդորն է, չգիտեմ ինչպես կընկալես իմ այս խոսքը քեզ սիրելիս, բայց ընդունի որպես տիրոջ շուրթերից այս խոսքը։ Տերը այսօր քեզ ասում է, ինքդ քեզ արի, խելքդ գլուխդ հավաքի, կանգ առ եւ նայի այն ճանապարհին, որի մեջ դու կանգնած ես։ Արդյոք այդ ճանապարհը համապատասխանում է այն կամքին, որը որ ես որոշել եմ քեզ համար, քանի որ ես քո սիրող հայրն եմ եւ իմ կամքը բարի է քեզ համար եւ ես ամենալավագույնն եմ պատրաստել եւ դարձի գալու ճանապարհ եմ քեզ համար որոշել եւ դա Հիսուս Քրիստոսի կատարած խաչը մահ եւ հարությունն է, սիրելիս։ Այսօր կանգ առ եւ ինչպես խոսքն ասում, խելքդ գլուխդ հավաքի եւ վերադարձի քո սիրող հոր հովանու տակ, քանի որ քո սիրող հայրը սպասում է քեզ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, սիրելիս։ Եղիր օրհնված։